Ջորջ Բերոն, անգլիացի գրող։ Նրան մնցրճակ բերած Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը պոեմը։ Հարոլդն ազնվական է, որ հաստատվել է դաշան կյանքից, դառնալով ճանապարհորդ։ Նա մարդյանում է իսպանացիների ազատասիրությամբ, նոր թույներին կոչ անում կռվել թուրքերի դեմ, երբ փնելն է սգում Իտալիայի դառը ճակատագիրը։ Ընթերցողի առջև հառնում է նրա ազատասեր, քնարական երազկոտ զգային ու դեմնաշ կերպարը։ Ջորջ Բերոնը նաև հայերի ջերմ բարեկամն էր, մղթարյան միաբանությունում սովորել է հայերեն, կատարել է թարգմանություն։ Ջորջ Բերոնը իր խոսքերից մեկում ասել է. «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»։ Ջորջ Վաշինգտոն Ջորջ Վաշինգտոնը ծնվել է 1732 թվականին Հարորդ Հողատիրոջ ընտանիքում։ Ծառայել է Դեղի աշխարհազորում, ստացել է գեներալի կոչում։ 1775 թվականին նշանակվում է հրամանատար և ստեղծում ԱՄՆ-ի կանոնավոր բանակը։ Փառաբանվել է որպես զորավար։ Հայտնի է իբրև ԱՄՆ-ի ստեղծող հայրերից մեկը։ 1789 թվականին ընտրվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ։ 1791 թվականին նրա անունով հիմնադրվեց Վաշինգտոն քաղաքը, որը 1800 թվականին դարձավ ԱՄՆ-ի մայրաքաղաք։ Վոլֆգանգ Մոցարտ ապրել է Վիեննայում, սկսել է ստեղծագործել 5 տարեկանից։ Մինչև հիմա աշխարհի բեմերից չեն իջնում նրա Ֆիգարոյի ամուսնությունը, Դոն Ժուան, կախարդական սրինգ օպերաները։ Նրա վերջին ստեղծագործությունը Ռեքվիեմն է, որը հավերժ երիտասարդ երգահանի հանճարի գոհարներից է։